Պակիստանի արտգործնախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն եւ Իրանը միջնորդավորված բանակցություններ են վարում, չնայած այս թեմայով երկու երկրների իրարամերժ հայտարարություններին։ Իսհակ Դարի խոսքով ԶԼՄ-ներում բանակցությունների հետ կապված անհարկի ենթադրություններ են եղել։ Իրականում ամերիկա-իրանական անուղղակի բանակցություններն ընթանում են Պակիստանի միջոցով փոխանցվող հաղորդագրություններով, հայտարարել է դիվանագետը։ Նախարարը պարզաբանել է, որ ԱՄՆ-ն Իրանին է փոխանցել 15 կետից բաղկացած առաջարկ։ Թեհրանն էլ ըստ տեղեկությունների մերժել է այն եւ 5 կետից բաղկացած սեփական առաջարկն է ներկայացրել, որը ենթադրում է իրանցի պաշտոնյաների սպանությունների դադարեցում, երաշխիքներ, որ Իրանի դեմ այլևս պատերազմ չի ծավալվի, փոխհատուցում պատերազմի հասցրած վնասների համար, ռազմական գործողությունների ավարտ եւ Իրանի ինքնիշխանության իրացում Հորմուզի նեղուցի նկատմամբ։ ԱՄՆ-ի հետ հաղորդագրությունների փոխանակման մասին հայտնել է նաեւ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, շեշտելով, դա չի կարելի համարել բանակցություններ։ Այս պահին մեր քաղաքականությունն է շարունակել դիմադրությունը, ոչ մի բանակցություն տեղի չի ունեցել, բարեկամական երկրների միջոցով հաղորդագրությունների փոխանցումը եւ ի պատասխան մեր դիրքորոշումը հայտնելը կամ անհրաժեշտ նախազգուշացումներ անելը բանակցություններ չեն։ Իրանի դիրքորոշումը մնում է սկզբունքային եւ հաստատուն։ Արաղչին հավելել է, թշնամին պետք է դասեր քաղի, որպեսզի այլևս երբեք չմտածի Իրանի դեմ հարձակման մասին։ Նրա խոսքով հակառակորդը չի կարողացել հասնել իր մի շարք նպատակների, այդ թվում պառակտել երկիրը, ապահովել արագ հաղթանակ եւ խաթարել ներքին համախմբվածությունը։ Այն փաստը, որ նրանք այժմ խոսում են բանակցությունների մասին, ինքնին պարտության ընդունում է։ Միթե նրանք չէին խոսում անվերապահ կապիտուլյացիայի մասին։ Այդ դեպքում ինչու են հիմա մոբիլիզացնում իրենց ամենաբարձրաստիճան պաշտոնյաներին բանակցություններ վարելու համար։ Դիվանագետի խոսքով վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ամերիկյան ռազմաբազաները ոչ միայն չկարողացան ապահովել ընդունող երկրների անվտանգությունը, այլ ըստ էության վտանգ ստեղծեցին նրանց համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին զայրացրել է այն, որ Թեհրանը հերքում է բանակցությունների անցկացումը։ Նա իրանցի բանակցողներին անվանել է տարօրինակ։ Նրանք աղաչում են մեզ համաձայնության հասնել, բայց միևնույն ժամանակ հրապարակավ հայտարարում են, թե միայն ուսումնասիրում են մեր առաջարկը, նշել է Թրամփը։ Նախագահը հավելել է, լավ կլինի նրանք լուրջ մոտեցում ցուցաբերեն, քանի դեռ չափազանց ուշ չէ, այլապես հետդարձի ճանապարհ արդեն չի լինի։ Ավելի վաղ Թրամփը հայտնել էր, որ Իրանը շահագրգռված է համաձայնագրի հասնելու հարցում, սակայն վախենում է բարձրաձայնել այդ մասին։ Նրանք բանակցում են եւ շատ են ցանկանում համաձայնության հասնել, բայց վախենում են այդ մասին ասել, քանի որ կարծում են, որ սեփական ժողովուրդն իրենց կսպանի։ Նրանք վախենում են նաեւ, որ մենք նրանց կսպանենք։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթն իր հերթին հայտարարել է, որ եթե բանակցությունները ձախողվեն, ապա Իրանն ուժեղ հարվածների կենթարկվի։ Բանակցությունները շարունակվում են, դրանք արդյունավետ են։ Եթե Իրանը չընդունի ներկայիս իրողությունները, եթե նրանք չկարողանան հասկանալ, որ ռազմական առումով պարտվել են, ապա նախագահ Թրամփն այնպես կանի, որ նրանք ավելի ուժեղ հարվածների ենթարկվեն։ Լևիթը հավելել է, ամերիկյան ուժերը շատ մոտ են Իրանի դեմ գործողություններում իրենց գլխավոր նպատակներին հասնելուն։ Ինչ վերաբերում է պատերազմի ժամկետին, նա կրկնել է, այն մնում է անփոփոխ 4-ից 6 շաբաթ։ Զուգահեռ շարունակվում են ռազմական գործողությունները, Իսրայելը եւ Իրանը հայտնել են նոր փոխադարձ հարվածների մասին։ Անօդաչուներ եւ հրթիռներ խոցելու մասին են հայտնել նաեւ Քուվեյթը, Բահրեյնը, Արաբական Միացյալ Էմիրությունները։ Ռազմական գործողությունները շարունակվում են նաեւ Իսրայելի եւ լիբանանյան Հզբոլահի միջև։ Պատերազմի դադարեցման միջնորդական ջանքերի համար տարածաշրջան կմեկնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի անձնական ներկայացուցիչը։ Ֆրանսիացի դիվանագետ Ժան Արնոն կապի մեջ կլինի կողմերի հետ եւ կգլխավորի ՄԱԿ-ի ջանքերն ուղղված հակամարտության եւ դրա հետևանքների կարգավորմանը։ Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ պատերազմը դուրս է եկել վերահսկողությունից, ժամանակն է անցնել դիվանագիտության։ Ռուսաստանի նախագահն էլ հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում հակամարտության հետևանքները դժվար է կանխատեսել, սակայն շատերը դրանք համեմատել են կորոնավիրուսի համավարակի հետևանքների հետ։ Վլադիմիր Պուտինի խոսքով այս հակամարտությունը զգալի վնաս է հասցնում միջազգային լոգիստիկային, արտադրական եւ համագործակցության շղթաներին։ Թուրքիայի նախագահն էլ հայտարարել է, սա Իսրայելի պատերազմն է, որի համար ծանր գին են վճարում նախ մուսուլմանները, ապա ողջ մարդկությունը։ Ռեջեփ Էրդողանի խոսքով Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարությունը թիրախավորում է ոչ միայն Իրանը, այլև իրականացնում է Լիբանանն աստիճանաբար օկուպացնելու իր ծրագրերը։ Իսկ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ դաշինքը միշտ էլ ընդունել է, որ Իրանի հրթիռային ծրագիրը սպառնալիք է ներկայացնում անդամ երկրների եւ նրանց շահերի համար։ Այժմ Միացյալ Նահանգները նվազեցնում է այդ հնարավորությունները ինչպես միջուկային, այնպես էլ հրթիռային, նշել է Մարկ Ռյուտեն։ Նա շեշտել է, որ ՆԱՏՕ-ն կանգնած է բոլոր դաշնակիցների կողքին, հիշեցնելով Թուրքիայի ուղղությամբ արձակված հրթիռների խոցման մասին։
Միևնույն ժամանակ տարածաշրջանում զոհերի թիվն աճում է։ Հակամարտության գրեթե 4 շաբաթվա ընթացքում Իրանում զոհերի թիվը գերազանցել է 1930-ը, որոնցից ավելի քան 200-ը երեխաներ են։ Իսրայելում կա 17 զոհ։ ԱՄՆ-ն հայտնել է 13 զինծառայողի զոհվելու մասին։ Ավելի քան 1070 մարդ զոհվել է Լիբանանում, որը հակամարտության մեջ է ներքաշվել Իսրայելի տարածքին Հզբոլահ շարժման հարվածների պատճառով։ Զոհեր կան նաև Մերձավոր Արևելքի այլ երկրներում։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։